Թովմասյան, երեկ Սերժ Սարգսյանը Տիտանակաբերդում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է եւ դրա իրականության համար, դա իրականացնելու համար կա հստակ ծրագիր։ Քանի որ դուք խմբակցության падգամավոր եք, ես ուզում եմ դուք ասեք, ինչ ծրագրի մասին է խոսում Սերժ Սարգսյանը, եթե ունեք տեղեկություններ եւ ինչ մեթոդներով է պատրաստվում դա անել հանրապետականը, կրկին եթե մասնակից եք այդ process-ին, արձագանքեք Շնորհակալություն, շատ ճիշտ նկատեցիք, քանի որ ես կուսակցական չեմ, այդքան ներքին պայմանավորվածությունները կամ ծրագրերը ինձ համար հասանելի չեն, ես տեղեկություն չունեմ շատ, բայց որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը հասունացել է, այո, եւ ես հուսամ, որ գոնե մենք 2026 թվական չենք հասնի, բայց նույնիսկ եթե հասնում ենք 26 թվական, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջին տարին է։ Սա, որովհետեւ մենք էլ տեղ չունենք ոչ զիջելու, ոչ սպասելու եւ ոչ էլ նոր մարտահրավերների համար, այսպես ասեմ, նոր զարգացումների պատրաստվելու։ Տիկին Թովմասյան, հիմա ինդիմատիվ քաղաքական խորհրդային ինդիմատիվ ուժերի տարբեր աջակիցներ, նաև ուժերից ներկայացուցիչներ շատ խոսում են իմպիչմենթի գործընթացի մասին, վարչապետին անվստահություն հայտնելու։ Այս հարցը պատիվ ունեմ խմբակցությունը կոնկրետ քննարկում է, պատրաստվում է կոնկրետ ինչ-որ ժամկետում ներկայացնել ազգային ժողովին նախագիծ, որին կառաջարկի միանալ նաև ինդիմատիվ մյուս խմբակցությանը, որպեսզի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ Որպես հավաքական տեսակետ պատիվ ունեմ, կարող եմ ասել, որ մենք իհարկե համարում ենք, որ իմպիչմենտը դա իրավական առումով լավագույն լուծումն է Նիկոլ Փաշինյանից ազատվելու եւ միակ իրավական ճանապարհն է խորհրդանի միջոցով, որպեսզի մենք կարողանանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել եւ հեռացնել։ Բայց այս պահի դրությամբ մենք չունենք վարչապետի տեխնացու միասնական, որով որ կարող է կոնսոլիդացիա ապահովել նաեւ խորհրդանում, որովհետեւ իմպիչմենտի գործընթաց սկսելը մի բան է, ավարտելը մի բան է։ Սկսել կարող ենք հենց այս պահից եւ ես ուր է Հերմինեն, ես արդեն ունեմ իմ վարչապետի տեխնացուն, ես Հերմինեին առաջարկել էի, այսինքն սկսել կարող ենք միշտ, բայց գործընթացի ավարտի համար մեզ անհրաժեշտ են ձայներ, բայց այս պահի դրությամբ, ինչպես ֆիքսեցի, պատիվ ունեմ խմբակցությունը չունի վարչապետի տեխնացու, եթե լինեն այլ առաջարկներ, սիրով կքննարկենք եւ սիրով կհամաձայնենք։ Եթե նախագիծը չի ներկայացվում, պատճառը այն է, որ պատիվ ունեմ խմբակցությունը չունի վարչապետի տեխնացու։ Բա պատճառը հենց այդ է։ Այսինքն դրա համար նախագիծը չի ներկայացվում, որտեղ խմբակցությունը չունի վարչապետի տեխնացու։ Ես ունեմ առանձին որպես անկուսակցական падգամավոր։